այն ապրանքները, որոնք գնագոյացումը տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում եւ մեծ թող չխոսենք, որ համաշխարհային շուկայի գներն ազդում եւ այլն։ Մենք պարտավոր է պետությունը վերահսկի այդ գները եւ գնագոյացման ամբողջ գործընթացը եթե կա պետություն, ապա երկու գործառույթ պետք է իրականացնի՝ կարգավորիչ եւ վերահսկիչ։ Ոչ մեկը եւ մյուսը ոչ մյուսը այս պարագայում գնագոյացման եւ գների ցանկի մեջ դուք չեք կարող տեսնել։ Ասում են գնաճը վերահսկելի է, իհարկե վերահսկելի է, բայց ժողովուրդը ով գիտի կամ թեկուզ պետական ապարատի նախարարների որ մասնատեղեք, որ դա 500 ապրանքների եւ ծառայությունների միջինացված գներն են։ Այդ 500 ապրանքատեսակները մենք դեռ միասին ամեն օր չենք օգտագործում, բայց մեզ մատուցվում է այդ պատկերը։ Իրականում առաջին անհրաժեշտության ապրանքների 10 ապրանքախմբերի, 10-11 ապրանքախմբերի գները երկնիշ թվով հատկ են կատարել 25 թվականի եւ նույնը շարունակում են 26 թվականին։ Այնպես որ պատկերը շատ հստակ է։ Նույնիսկ վիճակագրական գեղանկարչությունը չի օգնում, որ կարողանան սքողել այդ պատկերը։ Այսինքն ես գալիս եմ նորից այն բանի, ես երբեք այդպիսի կատեգորիկ բառեր չեմ սիրում օգտագործել, բայց այսպիսով կարելի է եզրակացնել, որ անտերություն է Հայաստանի Հանրապետությունում տնտեսության մեջ։ Ինքն պետությունը բացարձակ ձեռքերը լվացել է։